Փաշինյանը մակում ելույթ ունենալիս խոսելով Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին այսպիսի ձևակերպում օգտագործեց չափազանց կարևոր է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հասցեագրումը սա ինչ է նշանակում ինչու գերիների մասին խոսելիս Ուղղակի չասել գերի ռազմագերի եւ օգտագործել առաջին անգամ է սա վարչապետն օգտագործում երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձ սա ինչ է նշանակում Նշանակում է այն որ մենք Բաքվում պահվող գերիներ ունենք եւ գերիների հարցով կառավարության ղեկավարը արտաքին գործերի նախարարը ինչպես նաեւ խորհրդարանը այս ուղղությամբ առավելագույն ջանքեր են գործադրում որպեսզի մենք մեր գերիներին հետ վերադարձնենք հայրենիք Չէ, ներողություն մի րոպե Ժորժ ջան, պարոն Բաքոյան, հարցը այստեղ ձևակերպումն է, գերի ռազմագերի ձևակերպման փոխարեն վարչապետն ասում է երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձիկ։ Սա ինչու է փոխել վարչապետը բառամթերքը։ Տեսեք, վարչապետի մեկնաբանությունը ես չեմ կարող ներկայացնել, որովհետև վարչապետը ինքը կարող է ներկայացնել իր մեկնաբանությունը, բայց ինչ վերաբերում է գերիներին վստահ կարող եմ ասել, որ մեր միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներին, բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր տարբերակներով մենք անպայման առաջինը կամ առաջիններից մեկը խոսքը հարցերի մասին է, բարձրաձայնում ենք կամ խոսում ենք մեր գերիների վերադարձի մասին։ Կներեք, սա արեք թեման ավարտենք նոր էլի։ Ինչ փուլում է խոսվել է այդ մասին գերիների վերաբերյալ որևէ հաղորդագրություն չտարածվեց, հանրությունը չիրազեկվեց, ի վերջո Փայլակ ջան, կան աշխատանքներ, որոնց կարծում եմ այդ աշխատանքները հանրայնացնելը կարող է process-ին վնասել եւ այն աշխատանքները, տեսեք, աշխատանքները չեն դադարում եւ մեզանից չի որ 100% կախված է եւ մենք ենք որոշում վերադարձի մասով, բայց մենք առավելագույն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի վերադարձնենք Բաքվում պահվող մեր հայրենակիցներին եւ այդ ուղղությամբ կրկնում եմ եւ խորհրդարանը եւ կառավարությունը առավելագույն աշխատանք են իրականացնում եւ ձեզ հայտնի աշխատանքը ընդամենը այսբերգի երևացող մասն է, ահռելի ծավալի աշխատանքը ընդամենը չի երևում։ Պարոն Բաքոյան, ներողություն, այս վարչապետի խոսույթի փոփոխությունը արդյոք հետ քայլ է կամ ինչ որ զիջում է չասել գերի, չասել ռազմագերի։ Ես դրամաբանություն չեմ տեսնում զիջման կամ դրամաբանության փոփոխության, որովհետև բոլոր դեպքերում ստացվում է, որ Բաքվում մեր հայրենակիցներն են, ովքեր պետք է վերադառնան Հայաստան, եւ որի մասին նաեւ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է այդ մասին։ Դուք Ադրբեջանի նախագահի խոսույթում տեսնում եք փոփոխություն օրինակ այն հակահայ քաղաքականությունը, որ կար Բաքվի կողմից, թե դասագրքերում, թե այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլ Հայաստանի ինքնիշխան տարածքներ համարում էին Ադրբեջան։ Դուք այդ առումով փոփոխություն տեսնում եք, թե ոչ, այս օգոստոսի 8-ից հետո։ Դուք տեսնում եք։ Դուք տեսնում եք։ Ես ձեզ եմ հարցնում։ Ես ձեր հարցին հարցով պատասխանում եմ, այնուհետև պատասխանեմ։ Մենք չենք տեսնում։ Շատ լավ։ Տեսեք, թե ինչ հայտարարություններ կանեն, մենք գնում ենք խաղաղության եւ այդ խաղաղության ճանապարհը հեշտ չի։ Այն սկզբունքները, որ արձանագրվել են օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ Դրանք խոսում են ըստ էության խաղաղության մասին եւ այստեղ հստակ արձանագրվել են կետեր, որի տակ ստորագրել է Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը եւ Միացյալ Նահանգների նախագահը։ Պարոն Բաքոյան, նախորդ շաբաթ խորհրդարանում իմպիչմենտի թեմայով լսումներ տեղի ունեցան եւ օրինակ հայտարարություններ կան, որ ԿՊ-ից եւս կան падգամավորներ, ովքեր պատրաստ են միանալ, դուք այդ շարքում եք թե ոչ։ Փայլակ ջան, նման հայտարարություն անողները առաջինը խաբել են ձեզ լրագրողներին, որ նման մարդիկ կամ падգամավորներ կան ԿՊ-ում, շտապ եմ ձեզ վստահեցնել եւ շատերին գուցե հիասթափեցնեմ կամ պարզապես այդ իրականության մասին իրենք գիտեն, չկա նման բան եւ նույնիսկ
խոսակցություն, քննարկում կամ ուղղակի որևէ չկա, պարզապես չկա, սա ծիծաղալու թեմա է, չկա նման բան։ Դուք կարող եք բոլոր քպականների Այո, ինձ պետք չի լիազորել, ես իմ եւ իմ գործընկերների անունից երաշխավորում եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չկա որևէ մարդ, որ այլ կերպ մտածի։ Բոլորս հավատարիմ ենք միևնույն գաղափարին եւ չկա նման թեմա եւ նման թեմա մեր խմբակցությունում չի քննարկում եւ ես այդ հարցին ընդհանրապես ժպիտով եմ։ Կա դժգոհություն, վերապահում վարչապետի գործողությունների հետ կապված խմբակցությունում։ Ես զարմանում եմ, որ նման հարց եք տալի, որովհետեւ չի կարա նման բան լինի։ Թիմը միասնական է գործում եւ եթե կան հարցեր, հարցերը բարձրաձայնվում են եւ այդ հարցերին լուծում է տրվում։ Եվ չկա խզվածություն թիմի մեջ, ես մեկ անգամ պաշտոնապես ձեզ հայտարարում եմ, քպականը ձեզ անակում կամ մատուցեն հանկարծ։ Իմ եւ իմ գործընկերների անունից ժպիտով եմ երբեք ասում եմ, երբեք չի լինելու նման բան, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոլոր պատգամավորները այլ կերպ չեն մտածում։ Կամ Հակոբ Ասլանյանը կարող են հեռանալ, հեռացվել, կարևոր չի։ Համենայն դեպքում խմբակցություն, այո։ Տեսեք, ովքեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության սկզբունքներից դուրս որևէ գործողություններ կիրականացնեն, դա կլինի ցանկացած մեկը քաղաքացիական պայմանագրից, սկսած ինձանից, ինքը ըստ էության հեռացվելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Գուցե չկա նման մտահոգություն, ես շտապեցնեմ ձեզ տեղեկացնել եւ անհանգստացնողներին հանգստացնել, որ նման խնդիր չկա, նման մտահոգություն չկա, մի մտահոգվեք, նման խնդիր գոյություն չունի։ Պատմությունը անհետ կորածների հարազատներն էին գնացել պաշտպանության նախարարության մոտ եւ ուզում էին հասկանալ, թե ինչ է լինելու իրենց զավակների ճակատագիրը։ Հանձնաժողովը նախ զբաղվում է այդ մարդկանց հարցերով, ինչպես ասում են, գերիների հարցը այսպես այսբերգի երևացող մասն է եւ լուրեր կան, որ թիմում Պապիկյանից դժգոհություն կա եւ սա ուղղորդված ակցիա էր Պապիկյանի դեմ, որովհետեւ ըստ էության պաշտպանության նախարարությունը չի զբաղվում այդ հարցերով, ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում եւ ինչու էին մարդիկ հավաքվել պաշտպանության նախարարության մոտ։ Որ դժգոհություն չկան Պապիկյանի աշխատանքից թիմում, մենք համարում ենք, որ մեր գործընկերը արդյունավետ է աշխատում, իսկ ինչ վերաբերում է գերիների հարցին, Մարդիրոնքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով, անհետ կորածների հարցով էլ է զբաղվում եւ մենք նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ որոշակի աշխատանքներ տանում ենք, չեմ կարող ասել, որ լայն լիազորություններ ունի մեր հանձնաժողովը, բայց մեր հանձնաժողովի շրջանակներում հնարավորությունների շրջանակում մեր հանձնաժողովը զբաղվում է դրանով եւ մենք բարբերաբար նաեւ մեր միջազգային գործընկերների հետ հենց այս հարցով հանդիպում ենք։ Թույլ տվեք որոշակի տեղեկություններ հրապարակելուց զերծ մնամ եւ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա համապատասխան մարմինները, այդ թվում նաեւ ԱԱԾ տնօրենը հայտարարություն կողմի։ Պարզապես կներեք, հայ ժողովուրդը մնացել է Ադրբեջանի ԱԱԾ-ի հույսին, իրենց տարածած տեսանյութից ենք ուզում հասկանալ մեր ԱԱԾ տնօրենը այնտեղ ինչ է արելում, հետ է հանդիպել, որ հարցերն է քննարկվել, գերիներին անդրադարձ եղել է թե ոչ։ Ինչու ունենք այս իրավիճակը, չէ՞ որ հիմա երրորդ հանրապետության ամենաժողովրդավար կառավարությունն է Հայաստանում ղեկավարում։ Այո, դուք վերահաստատում եմ ձեր ասածը եւ պետք է պնդեմ, որ
եթե որևէ տեղեկություն հրապարակենք, այդ տեղեկությունները կարող են վնասել որևէ գործընթացի, հետևաբար թույլ տվեք ներողություն խնդրել եւ չխոսել որևէ տեղեկության մասին եւ պատեհ պահի դրա մասին կխոսվի։ Միջազգային անձնություններով իշխանությունները չեն բարձրացնում գերիների հարցը։ Ես խնդրեմ որպես իշխող ուժի ներկայացուցիչ ասել բարձրացվում է։ Չկա նման բան, որովհետեւ ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ գերիների թեման քննարկվում է եւ մենք գերիների մասով անպայման աշխատանքները շարունակում ենք։ Շնորհակալություն։